Արգելի դուժը, կանցան նշել քանի որ տեղեկացված եք միշկելական բավարարժանը։ Իհարկե։ Այլ կխնդրեմ նշեք այդ ձեր իրազեկվածությունը սունիքերական գործի հանգամանքների կապակցությամբ միաժամանակ կխնդրեմ նշեք թե որ թեմում եք օգտագործել ծառայություն իրականացրել կամ իրազեկվածությունս ամբողջական է, որովհետև այս ամբողջ ինչը որ տեղի ունեցել եղել է հենց իմ անձի հետ կապված կամ իմ անձի շուրջ, հետևաբար ինձ հետ կապված կարելի ասել յուրաքանչյուր բան հիշում եմ։ Ես ծառայում եմ Արագածոտնի թեմում, ավելի կոնկրետ Հովանական քաղաքական համալիրում։ Որ ժամանակ արված 2019 թվականից առ այսօր, սեպտեմբեր 11, 2019 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև այսօր։ Այն ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվել մի թեմում, որ ծառայություն իրականացնող հովիվների կամ այլ հովիվների հետ եղել են բարիադրացիական աշխատանքային ծառայական հարաբերություններ, որևէ մեկի հետ վատ հարաբերություն հարգարժան դատավոր չեմ ունեցել, առաջնորդի հետ մինչև 2020 թվական, 21 թվական դարձյալ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, բայց 2020 թվականի կեսերից եւ արդեն 2021 թվական հարաբերությունները լարվել են։ Որոշակի լարվածություն են եղել, պայմանավորված իմ այցելությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքին եւ կատարածս հոգեվոր ծառայությունն այնտեղ, որից հետո եղել է արդեն իմ անձի հետ կապված կասկածներ, որ ես համագործակցում եմ իշխանության կամ պետության մարդին եմ, այսպես ասած, եկեղեցու մեջ։ Նշված հանգամանքով պայմանավորված, ձեր հարաբերությունները լարվել են, եղել են այնպիսի արտահայտություններ, որ ինձ համար եղել է վիրավորական, օրինակ նիկոլականես, այսպիսի արտահայտություններ, քննարկումներ են եղել եւ ինչ որ պահանջներ, որ ես մոտ եմ իրենց հետ, կարող եմ որոշակի հարցեր լուծել, հետո եղել են այլ տեսակ հարցեր, որ թեկուզ եւ քահանաները առաջարկել են, որ ես լուծեմ այդ հարցերը, նորից դիմումներ են եղել, որ ես իշխանությունների հետ կապի դուրս գամ, փորձեմ այդ հարցերը լուծել, իդեպ չեմ խուսափել որևէ հարցի համար դիմելուց եւ փորձել եմ աջակցել իմ եկեղեցու։ Իսկ թեմում գտնվող մյուս հովիվների հետ ինչ հարաբերություններ ունեք։ Այս պահի դրությամբ թե առաջ։ Քանի որ նշեցիք, որ տվյալ ժամանակահատվածում այդ հանգամանքով պայմանավորված թեմի առաջնորդի հետ հարաբերությունները լարվել են։ Այ դրանից հետո հաջորդ ժամանակահատվածում թեմի մյուս հոգեվորական հետ ինչ հարաբերություն։ Նորմալ հարաբերություններ եմ ունեցել, որովհետև ծառայությունս իմ գրաֆիկը շատ խիտ ու հագեցած է եղել, եթե անկեղծ չեմ էլ հասցրել, թե մի այլ քահանաների հետ ինչ-որ շփումներ հաստատեմ, ունենամ կամ ժամանակ անցկացնեմ իրենց հետ։ Ծառայության բերումով շատ խիտ է եղել իմ գրաֆիկը, բայց ինչքան որ ժողովներ բան կլիներ ու կտեսնեինք իրար, այդ բարիադրացիական հարաբերությունները երբեք չեն խախտվել ու այդպիսի դեպքեր առիթներ չեն եղել, որ ինչ-որ մեկի հետ վիճաբանություն ունենա։